Իսկ ինչ հմտություններ են նաև սովորում, խոսեցինք հմտությունների մասին, իսկ ունեք նաև աշակերտներ, ովքեր որ ձեզ մոտ սովորելով հանդերձ արդեն հասել են մեծ հաջողությունների եւ իրենք են արդեն դասավանդում խոսքի էթիկա։ Իրականում այն մարդիկ, ովքեր գալիս են հաղորդակցության դասընթացներին մասնակցելու, դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն հստակ մասնագիտական ոլորտ եւ իրենց մոտ շեշտադրված չէ սովորել, որպեսզի դասավանդեն հաղորդակցություն։ Իրենք կոնկրետ գալիս են գործիքների հետևից, որոնք անհրաժեշտ է իրենց գործնական կյանքում մասնագիտական ոլորտում լավագույնս ինքնադրսևորվելու համար։ Այս փոքր դետալները, փոքրիկ օղակները տանելով իրենց կյանք, իրենք կարողանում են իրենց մասնագիտական դաշտում շատ լավ ինքնադրսևորվել, ինքնաներկայանալ, պատմել իրենց ծրագրերի մասին։ Ես միշտ ասում եմ, այն մարդը, որ չի կարողանում կանգնել ու գոնե ասել, թե ով է ինքը, իսկ սա ամենաբարդն է։ Բոլորն ասում են ես կարող եմ։ Ու երբ որ դու ասում ես պատմի քո մասին երկու բառով, որևէ մեկը չի կարողանում ասել, թե ինքը իրականում ով է ու ինչ գործունեություն է ծավալում, ինչպես է մարդկանց պիտանի ու որն է իր առաքելությունը իր մասնագիտական դաշտում։ Իսկ երբ որ մենք չենք կարողանում ինքնադրսևորվել կյանքում եւ պատմել մեր ծրագրերի մասին, բնականաբար մենք չենք կարող որևէ մեկի ուշադրությունը սևեռել մեր վրա։ Իսկ յուրաքանչյուրը կարող է սովորել այս տեխնիկաները, թե ամենայն հավանականությամբ նաև լինում են դեպքեր, երբ որ զգում եք, որ աշակերտը չի ընկալում տված դասերը եւ չի կարողանում սովորել։ Բանը չի հասնում իմ ասելուն, որ տվյալ անձնավորության համար չէ, որովհետեւ իրականում հաղորդակցության ոլորտը բավականին ծավալուն եւ բարդ է, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են այն եզրահանգման, որ իրականում 21-րդ դարում խոսքը դարձել է անհրաժեշտություն ու մենք պիտի խոսենք ու պայմանավորվենք մեկս մյուսի հետ, այն մարդիկ, որոնք գալիս են իրավամբ իրենց անհրաժեշտ են լինում այս գործիքները։ Իմ պրակտիկայում դեռևս չի եղել մարդ, որին ես ասեմ այս գործիքը քեզ համար չէ, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ամեն օր աչքերը բացելուց հետո արդեն տան անդամների հետ խնդիր ունի խոսելու։ Նաև ձեր էջը ուսումնասիրելով սոցցանցերում ես նկատեցի, որ դուք նաև զբաղվում եք թվային հոգեբանությամբ, այս թվային հոգեբանության հետաքրքրությունը ձեզ մոտ ինչպես առաջացավ, ինչպես եք զբաղվում թվային հոգեբանությամբ եւ ինչով է այն նաև տարբերվում դասական սովորական հոգեբանությունից։ Թվային հոգեբանությունը մարդու ծննդյան օր ամիս տարեթվի մասին է եւ հենց այնպես չէր, որ ուսումնասիրեցի, նախ ինքնակրթվելու համար նախ եւ առաջ որոշեցի ուսումնասիրել դաշտը, հետո հասկացա, որ ինձ շատ հոգեհարազատ է եւ վերցրեցի այս թվային հոգեբանությունից գործիքներ, որոնք կիրառում եմ հաղորդակցության դասընթացներում։ Եվ ելնելով իմ թվերի առանձնահատկություններից, քիչ մարդիկ են կարողանում մի քանի ոլորտներ միատեղել, համատեղել եւ բերել մի տեղում ներկայացնել մարդուն եւ ասել, վերցրու, սա քեզ համար հեշտ է։ Սա ոչ բոլորին է տրված։ Սրանք տարբեր գործիքներ են, որոնք տարբեր տեղերից վերցված են եւ միատեղված են մի դասընթացում։ Ես միշտ ասում եմ 5-1-ում է այս դասընթացը, որովհետեւ նաեւ հաղորդակցական դասընթացի շնորհիվ եւ թվային հոգեբանությունից վերցրած դետալների շնորհիվ մարդը սկսում է ճանաչել իրեն, հասկանում է, թե որն է իր առաքելությունը կյանքում, ինչ է տալիս իրեն հաղորդակցության դասընթացը եւ արդյոք ինքը կարողանում է իր ծննդյան օր ամիս տարեթվի ծրագրերի վրա նաեւ այս տեսանկյունից աշխատել։ Եվ շատ շատերին, երբ մենք կատարում ենք թվային վերլուծություն, ցույց եմ տալիս, որ ահա քեզ ցուցված է, օրինակ, քո 5-րդ չակրան զարգացնելու համար դա ձեր ձայնալարերն է։ Եվ բոլորիս մոտ է 5-րդ չակրան պատասխանատու մեր ձայնալարերի համար, եւ նա անմիջականորեն պատասխանատու է մեր էմոցիաները արտահայտելու համար եւ մեր հույզերը արտահայտելու համար։ Այն ամենը մենք ձայնալարերը երբ բացում ենք եւ ձայնային վարժություններ ենք անում, բոլորի մոտ ստորին ծնոտը բավականին լարված է լինում, իսկ սա խոսում է նրա մասին, որ այս մարդը երկար կամ ագրեսիան է զսպել կամ չի կարողացել իր ապրումները, զգացմունքները արտահայտել։ Կլինի անձնական կյանքում, թե գործնական կյանքում։ Եվ երբ մենք կատարում ենք ձայնային վարժություններ, բնականաբար մենք աշխատում ենք ստորին ծնոտի վրա եւ միևնույն ժամանակ աշխատում ենք, որպեսզի տվյալ անձնավորությունը էմոցիաները կարողանա այլևս հեշտորեն արտահայտել եւ աշխատում ենք տվյալ անձնավորության արդեն 5-րդ չակրայի վրա։ Այսպես թվային հոգեբանությունը մտնում է ձեր կյանք եւ միանգամից հաղորդակցական գործիքների զուգորդմամբ դուք մի քանի գիտելիքներ ու տարբեր ոլորտների մասին գիտելիքներ եք ձեռք բերում, որոնք միմիայն օգուտ են ձեզ համար։ Եվ
որ հետաքրքիր լինի եւ հերոստատիտողներին, եթե դեմ չեք մի քանի թվով վերլուծություն այս պահին կատարենք, 2 եւ 5 օրինակ թվերի վրա ինչպիսին կլինի վերլուծությունը։ Իրականում այս թվերը ցուցված է որպեսզի խոսքի ու հաղորդակցության ոլորտում լինեն եւ ընդհանրապես յուրաքանչյուր թվի համար, եթե մենք հիմա ուղղակի 1-ից 9 բաժանենք բոլոր մարդկանց իրենց ծննդյան օրերով միանիշ դարձնենք իրենց ծննդյան օրերը, ապա դրանք 9 են թվանշաններով, 2-ին, 11-ին, 20-ին ձեր նշած մարդիկ եւ 29-ին ծնված մարդիկ համարվում են երկուսներ եւ այս մարդկանց իրականում ցուցված է հանրային խոսքով հանդես գալ, նրանք ի ծնե դիվանագետներ են համարվում, նրանք կարողանում են շատ հեշտ մարդկանց հետ լեզու գտնել, շատ հեշտ մարդկանց հետ շփման մեջ գտնել եւ ահա այս մի քանի հաղորդակցական գործիքը վերցնելով նրանք կարող են լավագույնս ինքնադրսևորվել իրենց ոլորտներում։ Եվ 5-ին, 14-ին, 23-ին ծնված մարդիկ հարց եք տալիս կամ մարդիկ, որոնք ի ծնե բնատուր ունեն գեղեցիկ ձայն, դրանք հենց ամսի 5-ին, 14-ին, 23-ին ծնված մարդիկ են, որոնք ունեն ձայնային հրաշալի տվյալներ եւ եթե մի փոքր սեղմում են այդ կետերի վրա, նրանք կարող են ամենամեծ վաճառքները կատարել իրենց ձայնի շնորհիվ։ Տետա ջան, հաղորդակցման հմտությունների դասերին միանալու համար նշեցիք, որ տարբեր ոլորտի մարդիկ են դիմում։ Իսկ թվային հոգեբանությանը ձեզ ավելի շատ հաճախ ովքեր են դիմում։ Ամենատարբեր պաշտոնի դիրքի եւ սեռի անձնավորությունները ընդհանրապես նշանակություն չունի, թվային հոգեբանությունը բոլորին է հետաքրքրում, որովհետեւ սա մարդու մասին է։ Երբ դու ինքդ քեզ ես ճանաչում, երբ դու ունես խնդիրներ գործնական, անձնական, առողջական ոլորտներում, երբ դու ունես խնդիրներ քո գեների հետ հայրական ու մայրական, ու դու չգիտես որտեղից սկսես լուծումը տալ, ու քո կյանքում կարծես թե ամեն ինչ դեպի ներքև է գնում, սա է կանգնելու կետը։ Երբ դու դիմում ես թվային հոգեբանին եւ ինքը քո թվային վերլուծությամբ ընդհանրապես քո ծննդյան օրվա, ամսվա եւ տարեթվի վերլուծությամբ քեզ կոնկրետ ասում է դու ինչ ծրագրեր ունես։ Իսկ ծրագրերը ընդհանրապես 5-ն են 30 ենթածրագրերով։ Եթե դու կյանքի ընթացքում անցնում ես այս 5 հիմնական ծրագիրը 30 ենթածրագրի միջոցով, դու կարողանում ես հաջողել կյանքում։ Դու խնդիրներ, եթե ունենում ես անձնական գործնական կյանքում, դու հասկանում ես համաձայնցուցումի որ կետի պիտի հետևես, որպեսզի անմիջապես փոխվի։ Օրինակ, եթե նորից խոսենք երկուսների մասին, նոր խոսում ենք, հա, յուրաքանչյուր ամսվա 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին ծնված մարդիկ, նրանք էմոցիաները արտահայտելու խնդիր ունեն։ Իրենք զուսպ են, իրենք հարաբերություններում միանգամից տարալուծվում են զուգընկերոջ մեջ, իրենք չեն ունենում իրենց անձնական կյանքը եւ չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նրանք դիմում են բոլորին, մայրիկին, հայրիկին, քրոջը, ընկերուհուն, ամուսնուն, միայն թե իրենք որոշում չկայացնեն։ Ինչու՞, որովհետև չեն ցանկանում պատասխանատվություն կրել այդ որոշման համար։ Ու երբ որ տվյալ անձնավորությունը գալիս է ինձ մոտ ու ասում է, որ իմ կյանքում ամեն ինչ վատ է, թվային հոգեբանը առաջին բանը, որ խորհուրդ է տալիս, ասում է՝ սկսիր ինքնուրույն որոշումներ կայացնել, նույնիսկ սխալ, բայց դու ինքդ կայացրու եւ պատասխանատվություն կրիր տվյալ իրավիճակի համար ինքնուրույն։ Թվային հոգեբանը 2-ին ինչ է ասում է արտահայտիր այն էմոցիաները, որոնք ունես, ջղայնանում ես, նեղանում ես, վիրավորվում ես, մի պահիր քեզ մեջ, որովհետև դա կարող է լինել քեզ համար հիվանդության պատճառ։ Եվ իրականում այն մարդիկ երկուսները, որոնք իրենց էմոցիաները, իրենց զայրույթը, իրենց ապրումները, իրենց բարկությունը չեն կարողանում արտահայտել, այլ պահում են իրենց մեջ, դա հետագայում դառնում է տարբեր տեսակի հիվանդություններ, որոնք մենք արդեն մատնանշում ենք մարդուն անհատական թվային վերլուծության շրջանակներում։ Ու այսպես շարունակ, գումարի հոսքի ավելացման ժամանակ ինչպես կարելի է մարդը վարվի, ինչու չեն ունենում մարդիկ շատ բավականաչափ գումար, որովհետև երբեմն մարդիկ կան, օրինակ մեկերը յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին ծնված մարդիկ, 8-ին, 17-ին, 26-ին ծնված մարդիկ, նրանք չպետք է աշխատեն որևէ մեկի մոտ։ Երբ նրանք աշխատում են որևէ մեկի մոտ, տվյալ անձնավորությունը իրենց հաշվին հարստանում է, սակայն իրենք գումար այդպես էլ չեն ունենում։ Նրանց ցուցված է ունենալ սեփական գործ եւ մարդկանց առաջնորդել։ Ու եթե այս մարդիկ ամբողջ կյանքում աշխատում են որևէ մեկի մոտ ու չեն կարողանում իրենց տեսակետը առաջ տանել, բայց իրենք իրենց տեսակով լիդեր են լինում, հենց այստեղ է, որ իրենց ագրեսիան տանում են հետագայում ընտանիքում են դրսևորում։ Ու այս մարդը, երբ որ գալիս են
թվային հոգեբանի մոտ, թվային հոգեբանն ասում է, ուրեմն անհրաժեշտ է կամ ունենալ ամենաբարձր պաշտոնները, որտեղ դու քո ղեկավարից հետո առաջին մարդն ես եւ դու ինքդ ես արդեն ղեկավար համարվում, կամ դու պիտի փոխես քո դաշտը եւ ինքնուրույն նախաձեռնես ու մարդկանց քո միջոցով աշխատանքի ընդունես։ Եթե գալիս է 8-ին, 17-ին, 26-ին ծնված անձնավորությունը, մենք տվյալ անձնավորությանը ցույցում ենք տալիս, որպեսզի ագրեսիա չդրսևորի։ Այսինքն մարդկանց թողի, որպեսզի մարդիկ իրենց տեսակետը արտահայտեն։ Ահա այսպես է, որ մենք անհատական թվերը վերցնելով հաղորդակցության մեջ նաև խորհուրդ ենք տալիս, ինչպես տվյալ պաշտոնատար անձը ինքնադրսևորվի, որ եւ գործնական կյանքում հաջողի, եւ անձնական կյանքում հաջողի։ Իսկ այս թվերի ծնված մարդիկ, ինչպես որ դուք նշեցիք, ամեն մեկը ունի իր յուրահատկությունները։ Սա բոլոր թվերի մարդկանց է վերաբերվում, թե նաև լինում են բացառություններ։ Չէ, եթե մենք նշում ենք կոնկրետ 8, 17, 26, դա բոլոր մարդկանց է բնորոշ, բայց նրանք ունեն այդ թվային վերլուծության մեջ տարբեր ծրագրեր, որտեղ իրավիճակը այդ ծրագրերից կախված փոփոխության է ենթարկվում, հա։ Մենք կարող ունենանք նույն 17 կամ 8, բայց եթե գրած է 804, դա լրիվ ուրիշ ծրագիր է, քան 803, որովհետև 804 ծնված անձնավորությունը 4-րդ ամսվա հետ է կապված եւ սա խնդիրներ է, որ ծնողի հետ կարող է հոր հետ ունենալ եւ անհրաժեշտ է մենք ուղղորդենք, որպեսզի այդ ծրագիրը ինքը հաղթահարի, իսկ 803-ին ծնված անձնավորությունը, որ երկուսն էլ 8 են, կոնկրետ մոր հետ կապված ծրագիր ունի հաղթահարելու։ Դրա համար փոփոխության է ենթարկվում կախված թե օր ամիս տարեթիվը եւ դրանից ելնելով մյուս 30 թվերը, մյուս 30 ծրագրերը, որ ստեղծվում են, ինչ են իրենցից ենթադրում։ Իսկ այդ թվային վերլուծությունը մեկ անգամ անելը բավարար է, թե կարիք կա նաեւ վերանայելու եւ մի քանի անգամ իրականացնելու։ Ցանկացած ծրագիր կարելի է 5 ծրագրերից եւ ունենալ առանձին, եթե օրինակ մարդուն առողջական ոլորտն է հետաքրքրում կամ գործնական մասնագիտական կողմնորոշման ոլորտն է հետաքրքրում, հարաբերությունների ոլորտն է հետաքրքրում, կարելի է առանձին ունենալ, որովհետեւ մեկ այցի միջոցով մենք կարողանում ենք 6 ծրագրերը միանգամից վերլուծել եւ տվյալ անձնավորությունը այդ ցուցումը մի ամբողջ կյանքի համար է ունենում։ Այլևս անհրաժեշտություն չկա դիմելու ինձ, որպեսզի ես նորից նույն ծրագիրը վերլուծեմ, որովհետեւ այն ինչ գրված է ծրագրում դա վերջնական է գրված, մարդն է որոշում հետևել այդ ցուցումներին, թե ոչ։ Բնականաբար, եթե դուք այդ գրվածին չհետևեցիք, դուք ապրելու եք այնպես, ինչպես ապրում եք։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին այս ոլորտում կա զարգացում եւ կա հետաքրքրվածություն, մարդիկ որքանով են վստահում թվային հոգեբաններին եւ դիմում են։ Իրականում թվային հոգեբանությունը շատ հաճախ շփոթում են աստղագիտության հետ եւ մոգության հետ են կապում եւ հիմա էլ եւս մեկ անգամ այս առիթը ուզում եմ կիրառել եւ ասել, որ թվային հոգեբանության հիմնադիրը Պյութագորասն է, որը մաթեմատիկայի հիմնադիրն է եղել եւ սա միայն կապված է մարդու թվերի վերլուծության հետ եւ այս թվագիտությունը եկել է դեռևս մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից, պարզապես ժամանակ առ ժամանակ ուսումնասիրությունները, գիտությունը զարգանում է եւ այս ոլորտը ավելի ընդարձակվում է իր գիտելիքների պաշարով։ Այստեղ որևէ կանխագուշակումներ չկան, այստեղ որևէ մեկին որևէ ծրագրավորում չկա, այստեղ ընդհանրապես կա օր ամիս տարեթվի վերլուծություն եւ էլի մարդն է որոշում ինքը կհետևի այդ ցուցմանը, թե չի հետևի։ Այսինքն նորից մարդը ինքն է պատասխանատու իր ծրագրերի համար, ինքը կկրի դրանց պատասխանատվությունը, թե միևնույն է չի կրելու։ Իսկ վերլուծությունը կատարելուց հետո նաև երբ որ հետ են վերադառնում եւ ձեզ դիմում են նորից, ինչ եք նկատում, ինչպես է փոխվում այդ թվային վերլուծությունից հետո մարդու կյանքը, մարդու աշխարհայացքը։ Նույնիսկ 5 հանդիպումների ընթացքում, երբ մենք ունենում ենք 5 ծրագրերի վերլուծություն, իսկ դա 5 հանդիպում է ենթադրում, մարդիկ արդեն երկրորդ եւ երրորդ հանդիպման ժամանակ, երբ նախորդ ծրագրի հետ կապված աշխատանքներ են կատարում, կամ վերլուծում են իրենց նախորդ ժամանակահատվածում կյանքում պատահած խնդիրները ու հասկանում են, որ հենց այդ քայլերի պատճառով էր, որ ճիշտ չեն կատարել, ճիշտ դրական չեն անցել իրենց ծրագիրը, հիմա հասկանում են, որ անհրաժեշտություն է հետևել այդ ծրագրային վերլուծությանը, որպեսզի ծրագրերը անցնեն դրականորեն։ Մեզանից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակահատվածում եւ ցանկացած ծրագիր կարող է հենց անցնել բացասաբար, բայց երբ որ դու գիտես նաեւ որն է դրական ցուցումը, անմիջապես կարող ես փոխել դեպի դրական ցուցվածության եւ դու ծրագիրը անցնես դրականորեն։ Ձեդաջան եւ մեր զրույցը ամփոփելով բացի հաղորդակցության դասերից, երբ որ մարդիկ ցանկանում են դիմեն թվային վերլուծության, ինչ է դրա համար անհրաժեշտ, որպեսզի դիմեն։
Անհրաժեշտ է ինձ հետևել սոցհարթակներում, Instagram-յան եւ Facebook-յան էջերում եւ այնտեղ նշված է հեռախոսահամար, կարող են զանգահարել կամ գրել անձնական նամակ, ես նրանց կտեղեկացնեմ մասնակցության պայմանները արդեն։ Իսկ հաղորդակցության դասեր դուք տալիս եք, կա ցանկություն նաև թվային հոգեբանությամբ կիսվեք եւ ձեր փորձով ովքեր որ ցանկանում են նույնպես դա սովորեն։ Իրականում թվային հոգեբանությունը դասավանդելու համար ես կարծում եմ բավականին մեծ ճանապարհ է անհրաժեշտ անցնել, որպեսզի հանձնառնես որևէ մեկին դա ուսուցանելու։ Թվային վերլուծություն կարելի է անել, բայց ոչ բոլոր դեպքերում են բոլոր թվերը ճիշտ ընկալելի լինում մարդկանց համար եւ շատ մարդիկ ավելի շատ դիմացինին ծրագրավորում են, քան ցուցում են տալիս։ Դրանք տարբեր բաներ են։ Դու կարող ես մարդուն տալ հնարավորություն, որ ինքը ընտրի եւ ոչ թե ասես, եթե դու սա չես անում, քո կյանքում ամեն ինչ կորած է, դու կործանված մարդ ես։ Դու ընդհանրապես իրեն ասում ես, որ դու անես այսպես, քո կյանքում շատ ավելի մեծ հաջողություններ կլինեն։ Նույնիսկ ասելու բովանդակության մեջ մեծ տարբերություն կա եւ հենց այնպես չի, որ ես հաղորդակցության դասընթացում սա ընդգրկել եմ, որովհետեւ թվերի հետ աշխատանքը շատ նուրբ է, մարդկանց հետ աշխատանքը առավել նուրբ է։ Երբ որ դու մարդուն որևէ բան ես ասում, դու կարող ես մի ամբողջ կյանք նրա ուղեղում դաջել այդ նախադասությունը, որը կարող է կործանարար լինել նրա համար կամ լինել նրան բարձունքների հասնելու կետ։ Դրա համար շատ նուրբ պետք է օգտագործես եւ բառերը եւ թվային վերլուծությունը, իսկ հաղորդակցությունը ինչ է, ճիշտ բառերը դնել ճիշտ տեղում։ Հենց դրա համար էլ պետք է թվային վերլուծությունն էլ կատարի մի մարդ, որը կարողանում է երկու ոլորտը համադրել ու մարդուն այնպես ուղղորդել, այնպես սահուն ուղղորդել այդ ճանապարհը, որ ինքը խնդիրներ ու խոչընդոտներ չունենա այդտեղ կամ մտածի, որ իրեն ծրագրավորել են։ Նաև պետք է հոգեբանել լինել։ Այո, ես ուզում եի կանգ առնել հոգեբանության վրա, հենց դրա համար ոչ միայն մենք թվերի վերլուծություն ենք սովորել եւ այդ ամենն ենք մարդուն վերլուծում եւ տալիս, մենք նաև մարդու հետ կատարում ենք հոգեբանական աշխատանք։ Մենք խոսում ենք նրա հույզերի մասին, մենք խոսում ենք նրա ապրումների մասին, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչ նրա հետ տեղի է ունեցել եւ սահուն ուղղորդում ենք դեպի իր ծրագրերը։ Շնորհակալ եմ շատ Սեդա ջան եւ նորանոր հաջողություններ եւ նորանոր մրցանակներ եմ ձեզ մաղթում։ Ես էլ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, այսօր եւս մեկ անգամ կարեւորելու եւ ընդգծելու իմ կատարած հանրօգուտ աշխատանքը եւ սիրով հրավիրում եմ բոլորին մասնակցելու հաղորդակցության դասընթացներին, օգտվելու այս հմտություններից եւ տանելու ձեր անձնական ու գործնական կյանք։ Իրականում 21-րդ դարում հաղորդակցությունը այլևս անհրաժեշտություն է եւ առանց խոսելու պայմանավորվելու այլևս հնարավոր չէ։ Շնորհակալ եմ։